Խրարելի մայստրո։ Ոնց ես։ Այդ Ամերիկան այդքան լավ տեղ է, որ տենց սաղ գլուխ են ջարդում տենց լոզ գալու համար։ Արմո ջան, պատկերացրա որ հա, ստեղ մի հատ լրիվ ուրիշ կյանք է։ Դիստելն ես որ հասկանաս։ Լավ, այդքան մի գովա։ Թե չէ կարող եմ եկել ես էլ միտքս ծռեմ գամ։ Եկեք ախպեր, եկեք, բոլորդ եկեք, չեք փոշմանի։ Չէ, խոր ջան։ Բա ստեղով մնա։ Դու քեզ այդտեղ գտի։ Մենք ստեղ առանց Ամերիկա էլի օլա կգնանք։ Եղավ ապեր, եղավ։ Բա Կարենը ոնց է։ Լավ, խոր ջան։ Զանգել եմ ասեմ, այս ամսվա փողը տվել եմ։ Պրինցիպի մյուս ամսվանն էլ կարամ տամ, բայց դե դու մտածի էլի։ Մերսի Արմո ջան։ Ես լավության տակից դուրս կգամ, սենց չի մնա։ Դու են ասա, այդտեղ աղջիկները ոնցն են, լավն են։ Հայրը մեկը մեկից գեղեցիկ են։ Ուղղակի ամերիկյան ռազլիվով։ Այ որ գաս ստեղ լավ պոպուլար կլինես։ Ահո, փաստորեն դու այդ ընթացքի մեջ ես, հա։ Չէ, հանգիստ։ Խորենը բատնես տղա, յա։ Կատակ եմ անում, խոր ջան։ Իմացի որ քեզ շատ կարոտում են կապել ու տեղը ահավոր երևում է։ Արմո ջան, հեսա որ ինձնով եղա, մի հատ էլ կոմպ կառնեմ ու Skype-ով խոսանք։ Մի մոռացի ապեր։ Շուշուտ զանգի։ Բարևես բոլորին։ Եղավ ախպերս, լավ մնա։ Ոնց են գոհեր, հա, մայստրո։ Լավ է։ Չբռնեմ ես էլ գնամ Ամերիկա։ Դո չէ, հա։ Դե փողը աշխատում ենք էլի։ Ես էլ լավ։ Ես քեզնից շատ շնորհակալ եմ։ Ինչի համար, Անի։ Դու ինքան բան ես անում իմ համար։ Անի դե հերիք է էլի։ Ամեն անգամ նույն բանն ես ասում, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ընկերական խնդրում, էլ երբեք այդ բանը չասես, լավ։ Կգաս բարձրանանք մեր տուն, մամաս շատ կուրախանա։ Չէ, Անի ջան, այսօր չէ։ Ուրիշ անգամ կգամ։ Մամայիդ կբարևես։ Լավ։ Ոնց կուզես չեմ ստիպում։ Հայ միջալից մեր տուն հյուր գալու ուժի մեջ է, չէ։ Հա, մամաս անհամբեր քո հրավերին է սպասում։ Հա, մի քիչ խառնեմ, կազատվեմ կհրավիրեմ։ Լսի, Անի, այն ընկերուհիդ ինչ ձևի աղջիկ է։ Ով Մագան։ Ինչի դուրը տեկել է։ Վատը չէր։ Մագան շատ լուրջ աղջիկ է։ Եթե ուզում ես իր սիրտը գրավել, շատ պիտի տանջվես։ Բայց ասեմ, որ տես տպավորություն չթողեց մոտս։ Շատ գոռոզ ու մեծամիտ էր երևում։ Չէ։ Ինքը ուղղակի իր արժեքը լավ գիտի։ Չեմ կարող ասեմ, որ դուրս չի եկել, բայց հաստատ իր հետ անհետաքրքիր է լինելու։ Ինձ հետաքրքիր է, մինչև իմ խորենին հանդիպելը, երբ որ ես ու Մագան երկուսով հավասար ինչ-որ տղայի հետ էինք ծանոթանում, ինձ միշտ թվում էր, որ ինքը Մագային է հավանել, բայց ամիսներ էին անցնում, հետո պատահական, որ այդ տղային տեսնում էինք, ինձ նա ջերմորեն էր բարևում, հարցնում էր Անի ջան, ոնց ես։ Ինձ շատ հետաքրքիր է, Մագան ինչ է անում, որ բոլորդ իր հանդեպ տենց շուտ վառվում եք ու հետո տենց շուտ էլ մարում։ Անի ջան, նրա էներգիան վամպիրի էներգիա է։ Ինքը մենակ տանում է։ Լավ, վամպիր ընկերուս հանգիստ թող։ Ես գնամ, լավ։ Ուշը արդեն բարձրանամ վերև, քնեմ, թե չէ առավոտ որ ուշանամ, շեֆս կճղայնա։ Այդ մեկը ճիշտ ես ասում։ Բայց դու Մագան իրար լավ կհասկանաք։ Երկուստ էլ բրենդամոլ եք։ Պակ։ Ես քեզ կուզենայի հասկանայի, Անի։ Գործը անում ես ու զանգում ես ինձ։ Մաքուր ես անում։
որ սանիտարի կարիք չլինի։ Կարենն էլի ուշանում է։ Անհանգստանում եմ ներսես։ Նինա, չես ուզում գնաս պարկես։ Երեխես տանը չի, ես ոնց պարկեմ։ Կգա մի անհանգստացի, ես հետը խոսել եմ։ Որտեղը։ Օֆիսում ա Նինա, հանգստացի։ Չգիտեմ ես ամեն ինձ դուր չի գալիս։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Լսի Նինա, օրը 1000 հոգի սրա նրա տուն ա մտնում ու թալանում։ Այս անգամ էլ քո տուն մտան։ Ամեն ինչ նորմալ ա Նինա, հանգստացի։ Չէ, չեմ կարող։ Քո կարծիքով ես ոչինչ չեմ հասկանում, հա։ Քո անունը միայն մեզ համար Վահան էր։ Ով ռիսկ կաներ տանդ մոտով անցնել։ Իսկ հիմա ինչ եղավ, ինչ է կատարվում, կարող ես բացատրել։ Ժամանակները փոխվել են։ Չէ, ես ամեն ինձ դուր չի գալիս։ Ինչի չես ուզում ասել, թե ինչ է կատարվում մեր շուրջը, հա։ Նինա, քեզ քանի անգամ եմ ասել։ Ինձ մի տուր հարցեր, որոնց պատասխանները չես ստանալու։ Ժաս, ես ու պապան մամայի մոտ բան չասեցինք, բայց վիճակը շատ լուրջ է։ Դրա համար մամայի մոտ ասի մի մտածի։ Որ վիճակը Նիկ։ Դե այդ վզնոցի էլի։ Տունը տակնու վրա եմ արել։ Չգիտեմ ինչ անեմ։ Բայց այդ ինչա որ մամային չեք ասում։ Եթե այդ կորվա մեջ այդ վզնոցը չգտնենք, պապայի չգիտեմ ինչ կլինի։ Ինչ կարա լինի, Նիկ, մի վախացրու։ Չեմ վախացում։ Ասում են ինչ որ կա։ Կգժվեմ ես։ Ինչ անենք, ինչա պետք։ Կամ վզնոցը կամ 15000։ Եթե վզնոցը չգտնես, պետք ինգնեմ դեսուդեմ, որ մի տեղից փող գտնեմ։ Ում պետքա տակ այդ փողը, այս ինչ փորձանքի մեջ եք ընկել։ Վիճակը շատ լուրջ է։ Խեղճ պապան գլուխը կորցրել է։ Քո գնալուց հետո էլի գնայեմ։ Ախր ոնց կարող է կորած լինի։ Մենակ թե ինչու տա պետք իմանալ։ Գտար թե չէ, որ իմանամ ինչ եմ անում։ Ես ամեն ինչ կանեմ, Նիկ։ Չմտածես։ Մամայի անփութության պատճառով, եթե հերս ինֆարկտ չստանա, էլի լավ է։ Չի ստանա, մի մտածի։ Չմտածելու համար կամ վզնոցն է պետք, կամ 15000։ Դու գիտես չէ քեզ ինչքան եմ սիրում։ Հա գիտեմ։ Ասացի չմտածես, ուրեմն չմտածես։ Սարավոչը դուր ես գնում, որ սենց սիրուն անում ես։ Տեղ։ Այդ գլուխ ցավացնողի հետ։ Դու գլուխ ունես, որ ցավա։ Թե դրա մեջ ինչն ես հավանում չեմ հասկանում։ Պետք էլ չի, որ հասկանաս։ Լիլ, seriously դա դրան շատ ես take care անում։ Բա որ գլուխը կախ ամեն ինչից օգտվի ու մի սիրունոր ասի, ես էլա, peace։ Լավ կլներ, որ դու էլ մի քիչ շփվեիր իր հետ։ Ափսոս է իմ ժամանակը։ Քրիս, ինչ ես ուզում։ Խանգարում ես ինձ, ուշանում եմ։ Չես ուշանում, մի մտածի։ Շարի մեջ հա, ձենը լսվում էր, բայց կարամ իմանամ ուր է գնում։ Վաու, այդ երբանից ես սկսել հետաքրքրվել քրոջովդ։ Այսօրվանից։ Պրոստը ուզում եմ իմանամ, այդքան cute, հարուստ տղեկին թողած, խես ես տուրիստին հավանում։ Լավ եմ անում։ It's none of your business։ Դու ավելի լավ քո մասին մտածի։ Հələ ասա որ եք գնում։ Կարող է ես էլ եմ ուզում ձեր հետ գամ այդ խորենից մի երկու բան սովորեմ։ Chris, get out։ Okay։
Ես էլ չես պիտի զանգեի, որ հանդիպեինք։ Բախի չես զանգում։ Դե մի երկու բաներ կար, ասի ճշտեմ, հետո զանգեմ։ Հիմա այդ երկու բանի համար մի երկու օր էլ պետք է սպասենք, մինչև պարզվի։ Չէ։ Այդ վզնոց առնողին գտար։ Հա, գտել եմ։ Բայց ինչի կամում ես սպասում։ Ոչ մեկին, այսօրվա մեջ կիմանամ։ Կառլոս, նայիր, չեմ հարցնում քեզ ով է, ինչ է, երբ ես հանդիպելու։ Դու ոսկերիչ տղա ես։ Իսկ դու ապրանք առնելուց առաջ գնահատել ես։ Հա, գնահատել եմ, արժեքն իմացել եմ, նոր վերցրել եմ, հետո ինչ կա։ Հեչ, ուզում եի հիշացնել քեզ, որ 50,000-ից ոչ պակաս, ոչ ավել չեմ տա։ Ինչքան ուզում ես մեջ աշխատի, իմ գործը չի։ Ինձ պետք է որ իմ ապրանքը շատ շուտ հասնի ինձ։ Հա, վաղ այդ հարցը լուծված կլինի։ Հավատում եմ։ Վանո, մի հարց էլ ես քեզ տամ։ Դուր։ Բա որ մի ուրիշը հայտնվի այդ ապրանքին ավելի շատ փող տա։ Ուրիշ բաներ ես խոսում, Կառլոս։ Ինչի՞։ Դու ասում աղոթի, որ այդ ուրիշ առնողը չհայտնվի։ Ստումա դու չհասկացար, որ ես քո այդ առևտուր չեմ անում։ Վաղ այդ 50,000-ը կբերեմ։ Սրան հետևել է պետք։ Լավ, ես քեզ իմ ձևով կբացատրեմ։ Ներկա, հենց հիմա։ Կողքի սենյակում սպասում եմ քեզ։ Սրան էլ հետս խոսելուց հետո կճանապարհես։ Who is she? The one I'm fed up with. And what should we do? Nothing, baby. You wait here. I'll be right back and we'll start all over again. Դու ժամը քանիսին պիտի ստուդիա գնայիր։ Ես որ քեզ լսեմ, պիտի ստուդիայում ապրեմ։ Քեզ քանի անգամ պիտի բացատրեմ, որ եթե ուզում ես քո կյանքում ինչ-որ տեղ հասնել, ուրեմն պիտի շատ աշխատես։ Լավ էլին է, ես աշխատում եմ, դու էլ փողը դառնում ես։ Ես ուզում եմ, որ դու մի սիմֆոնիկ գործ գրես։ Գժվեցիր։ Չէ, չեմ գժվել։ Քեզ 2 շաբաթ ժամանակ։ Դաշնամուրի ու սիմֆոնիկ նվագախմբի համար մի գործ ես գրում։ Մնացածը քո գործը չի։ Դու ես գործել։ Ինչ է, շատերին։ Լավ, այդ մասին հետո կխոսենք։ Հիմա արագ այդ բադին ճանապարհում ես ու գալիս ես ստուդիո։ Սպասում եմ։ Դու ինձ Ռախմանինով էլ կսարքես։ Վայանի նստի նորմալ հասկետ նոտ կգնաս։ Չէ, մամուշանում եմ, հլի հակատել չեմ։ Կարենը չի քո տնօրենը, ինչի ես անհանգստանում։ Դե վարորդը սպասում եմ, հա։ Քո վարորդը։ Չէ, մի չէ իմ վարորդը, մի քիչ շատ չէր լինի։ Կարենի պապայի վարորդն է, ուղղակի հիմա պարոն Ներսեսը քաղաքում չի, իմ հետևից է գալիս։ Հա։ Լավ, մամ ջան, ես գնացի ուշացել։ Անի, ես այսօր ուշ եմ տուն գալու։ Ինչի ուր ես գնում որ։ Մեր աղջիկներից մեկի ծնունդն է հրավիրված եմ։ Ինչ լավ է, վերջապես միտեղ գնում ես ուրախանաս, պակա։ Հասկուտես սոված չմնաս։
Ես սոված չեմ մնա, դու հանգիստ տեղի։ Բայց դու լավ կուրախանա։ Օգնականդ ասում էր, որ տեղի աշխատուժը օգտագործելը ավելի է ժանանստում, քան ստեղից մարդ տանելը։ Ճիշտ ասում։ Ես էլ եմ տենց մտածում։ Երբ որ թույլ տվեցին ադամանդի վերամշակման ֆիլիալ բացել, առաջին պայմաններից մեկը այն էր, որ օգտագործեն տեղի աշխատուժը։ Բայց ինչ բայց, բա, էլ ինչ բայց։ Քո վրա տենց ավելի է ժանանստում, քան են կորած Աֆրիկա հայ տանելը։ Այդ հարցը այդքան կարևոր չի, ինչքան փայատերերի հարցերը լուծելը։ Ինչ կա որ։ Քեզ ինչ է թվում։ Ես պատրաստվում եմ իմ քրտինքը ամեն յալանչու հետ կիսվեմ, ինչա թե ինքը ինձ դաբրո է տվել։ Այեր, բայց այդ մարդիկ փող են դրել այդ գործի մեջ։ Փող դնողները իրանց փայը կստանան։ Հա ինչ պրոբլեմ կա։ Փողից բացի այս գործին դաբրո տվողներ կան, որոնց պետք է ճանապարհից հեռացնել։ Ապա մեկը ես դրանց հետ գործի պահով տալարներիք չունեմ։ Բայց դա ես իմ, չգիտեմ ասի կարող է մարդս կպնի էլի։ Արա այդ մուրը ով է։ Այն խորոյի պարքատիրը շտաղեն շատ եմ իմանում։ Կապված ուզում է հետս ընկերություն անի։ Յանտուր, հա, աղբոր պես։ Առանց դե հորս գործերի մասը խառն է։ Ինչ կա որ։ Հայեչ, անցած եմ։ Դու դրան որ տենաս ասա գործը բիզնեսը քաղաքից դուրս եմ տարել, երկրից անել։ Ապա ես գիտեմ դրան ինչ կասեմ։ Պրոստը ասի ձեր համար լավ էր էլի։ Արմո ջան, դու որս կալիբրը գիտես էլի։ Այդ մանր ձկների հետ ինքը գործ չի բռնում։ Լավ, ժոգի ախպեր։ Փոխինք թեման։ Հա, իմացար։ Խորոյի հետ խոսացի Ամերիկա։ Չէ, հա։ Ու ինչ է ասում, ոնց է։ Դե ասում է հələ որ ամեն ինչ լավ է։ Գործ գտել է։ Չէ, հələ չի գտել, բայց ասում է շուտով ամեն ինչ լավ կլինի։ Բայց ոնց ժոգում այդ մարդիկ լավ էլ նայում են խորոյին։ Դե լավ է։ Մնաց անին գնա։ Հա, անի ասի, հիշեցի, այն անի ինգերուհին լավն էր, չէ։ Ով, այն էներգետիկ վամպիրը։ Չջոգի։ Անցած լավ։ Ինչ ես արցում, սիրտդ կպել է։ Դե վատը չէր էլի։ Սրի հա, կարգի մարդ ճարիք բաններ։ Չի ինչն էր վատը որ։ Բարև ձեզ, ինձ հիշեցիք։ Հիշեցի։ Ամենայն դեպս նորից հիշեցնեմ, ես Կարլոսն եմ, ումից վզնոցը գնեցիք։ Լսում եմ ձեզ։ Կներեք տիկին, որքան էլ տարօրինակ թվա, բայց պետք է խնդրեմ, որ այդ վզնոցը ինձ հետ վաճառեք։ Ես գնորդ եմ վաճառող չեմ Կարլոս։ Շատ ուրախ եմ ձեզ համար։ Դուք այդ վզնոցը իզից 5000-ով գնեցիք, ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա ես պատրաստ եմ վճարել 15000։ Ես արդեն ասացի ձեզ։ 20։ Դուք ինձ չհասկացաք։ 25։ Կարլոս, կրկնում եմ, այդ վզնոցն աղջկա շատ էր դուր եկել, եւ ես այն չեմ վաճառում։ 30։ Ուրեմն այսպես, հենց հիմա այս թեման փակում ենք, ու այլևս չենք անդրադառնում։ Այլապես ես ստիպված կլինեմ ձեզ դուրս հրավիրել։ Խնդրում եմ ձեզ միշտ ապեք եւ թույլ տվեք մի քանի օր իսկալ։ Մտածեք, ես պատրաստ եմ դրա համար վճարել 40000։ Մի րոպե։ Եթե դուք հիմա պատրաստ եք 40000 վճարել, ինչու ինձ 5000-ով վաճառեցիք։ Ասեմ, շատ մոտ մարդու համար այդ վզնոցը շատ թանկ արժի։ Վզնոցը իրոք 5000 արժի, բայց նրա համար անգին է։ Խնդրում եմ միշտ ապեք, մտածեք։
Ես մի քանի օրից կզանգահարեմ։ Կներեք։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Թոնի դուրս արի, այստեղ եմ։ Հայ։ Հայտնի։ Կլինի քեզ մի բան շատ խնդրեմ։ Հələ փորձի։ Կլինի, երբ որ մամայի հետ ինչ-որ բան ես պայմանավորվում, ժամանակին անես։ Իհարկե ոչ։ Այսինքն, ձեզ ինչ ա թվում, ես պիտի բոլոր գործերս թողնեմ ու ընկնեմ քո հետևից, հա? Քեզ ստուդիա տանեմ, որ հանկարծ չուշանաս։ Տանեմ զապիսների, տանեմ համերգներիդ, կլիենտներիդ մոտդ բերեմ։ Մոռանում եք, որ պրոդյուսերդ ես չեմ, այլ մաման է։ Դե այդքանը որ գիտես Նելին, ասա ինձ խես ասում։ Եթե ժամանակին հասցնես ամեն ինչ ճիշտ անել, մաման ինձ չի ասի գնա բեր, տար, որ հանկարծ չուշանա։ Լավ ինչ չա եղել, որ կարող եմ ես եմ ուզում քեզ ամեն օր տեսնել։ Թոնի, ես քո հետ լուրջ եմ խոսում։ Դե եթե լուրջ, ապա ձեր ընտանիքների եկամուտների մի մասը իմ գործերն են բերում։ Դրա համար ինձ պետք է լավ նայել, փայփայել, որ հանճարեղական չես, մյուզիկ լսի, որ հետո կարենա գրի, որ դուք ու ես փող ունենանք։ Հանճարեղական ջդ, նենց կքաշեի հիմա։ Լսի, այսօր մամա առավոտ խնդրեց ինչ-որ սիմֆոնիկ գործ մտածեմ դաշնամուրի համար, խաբար ես։ Հա, գիտեմ։ Ու եթե գրես ու լավ ստացվի, չես պատկերացնում, թե ինչեր կլինեն։ Եվ ինչեր կլինեն։ Եվ երեք մաման մի երկու հրյա պրոդյուսերների հետ ինչ-որ կոնտրակտներ է համաձայնեցրել։ Ու եթե այդ հանճարեղական ջդ ինչ-որ համապատասխան գործ լսի, դու էլ մաման էլ ամբողջ կյանքում կարող եք հանգիստ քնել ու ոչինչ չանել։ Գնացինք։ Հոր, ես ուզում եմ քո գրած երաժշտության հեղինակային իրավունքներ ձեռք բերեմ։ Որ ձեռք բերես, ինչ ա փոխվելու Լելի։ Ոնց ինչ ա փոխվելու։ Իմանաս, որ այդ քոնն է ու ոչ մեկ չի կարող գողանալ քեզանից։ Լելի ջան։ Ով ա լսել, որ մի հատ էլ գողանա։ Ոչինչ, չեն լսել, կլսեն։ Ես ուզում եմ, որ դու ստեղծագործես։ Իսկ ես ամեն ինչով պատրաստ եմ քեզ օգնելու։ Սենց տնենց ես ստեղծագործում եմ։ Հիմա եկել եմ Ամերիկա հանգստանալով, հանգստանում եմ։ Մի բան ասեմ, դու ստեղ շատ մեծ բարձունքների կարաս հասնես, գիտես։ Իսկ ինչ ես տենց մտածում։ Թե որտև տեսնում եմ տաղանդավոր մարդ ես, իսկ Ամերիկան սիրում է տաղանդներին ու գնահատում է իրանց։ Իսկ Ամերիկան ոնց է իմանալը, որ ես տաղանդավոր մարդ եմ։ Դե եթե որոշես մնալ, Ամերիկային իմաց կտան։ Ինչ ասցիր։ Մնամ։ Հա, փորձի։ Ոչինչ, եթե չստացվի էլ, կասես փորձեցի, չստացվեց։ Լավ, ասենք թե մնացի։ Որտեղ եմ ապրելու։ Ինչ եմ աշխատելու, ոնց եմ ես իմ գլուխը պահելու։ Մանավանդ, որ ես ռեստորանում դաշնամուր չեմ նվագի։ Խորեն ջան, եթե դու որոշես մնալ, ես ամեն ինչ կկազմակերպեմ։ Ու ռեստորաններում նվագելու կարիք չի լինի։ Դու ռեստորանի երաժիշտ չես։ Լիլի, որ ասում ես ամեն ինչ կկազմակերպես։ Ինչի նկատի ունես։ Արի այդ մասին չմտածենք։ Եթե որոշես մնալ, կտեսնես։ Առաջին հերթին մնալ այդ կորինականացնեմ։ Ստեղ առանց թղթերի ոչ մի բան չես կարող անել։ Վանո բարև։ Բարև, ով է։ Կարլոսն է։ Տեսե, որ ուզում ես կարողանում ես մարդ գտնել։ Այ իմ համար քեզ գտնելը այդքան էլ դժվար չէր։
Ասա Կարլոս, գամ ապրանքը վերցնեմ։ Տես այդ կնոջը փող առաջարկեցի։ Ու ասեցի, որ թող շատ չվռազի։ Թող վաղը կամ մյուս օրը պատասխան տա։ Կարլոս, եթե դու չես վռազում, ասեմ, որ ես շատ եմ վռազում։ Դե Վանո ջան, անենց եմ հետը խոսել, որ համոզվի։ Թե չանընդհատ ասում էր, ես առնող եմ, ծախող չեմ։ Հա, առնողա, ծախող չի։ Հա, տենց էլ ասեց։ Լավ, արի Կարլոս, սենց պայմանավորվենք։ Եթե վաղը դու այդ ապրանքը չբերեցիր, այդ կնոջ տանտեղ ասա, ես կխոսեմ։ Մի մտածի, ես կա փողը կտամ։ Դե լավ, սպասենք վաղվան, ես հույս ունեմ, որ կասի արի տար։ Ու ասեմ, որ փոքրուց չեմ սիրել տունտունիկ խաղալ։ Կուզենայի այդ մեկը լավ հիշես։ Լոս Անջելես, քաղաք, որը մի անգամից սիրեցի։ Ճիշտ է, սկզբից մի քիչ վախեցել էի, բայց հիմա ինձ թվում է առանց նրա ես կյանք չունեմ։ Մի բան հաստատ հասկացել եմ, Ամերիկան բոլորինն է, բայց այն, որ բոլորը Ամերիկայինը չեն, հաստատ է։ Վաղ այս մարդկանց կասեմ, որ մնում եմ ու էլ Հայաստան չեմ վերադառնում։ Ես գիտեմ, որ դու ինձ կսպասես, ու ես մատան ինչի, որ ես պիտի կապի ինձ հետ, բայց ես ուզում եմ, որ դու հավատաս, որ ես ամեն ինչ կանեմ, ամեն ինչ, լսում ես, որ դու շուտ գաս իմ մոտ։ Ստիպում եմ ինձ, ամեն ինչ անում եմ, որ քո բացակայությունը քիչ զգամ, բայց ոչ մի բան չի ստացվում։ Ներսս կարոտից էփվում է խորեն։ Չէ, սենց երկար չեմ դիմանա։ Ուզում եմ կողքիդ լինել, ինչքան պիտի սպասեմ, մինչև որ գործերդ լինեն։ Ես ավելի շուտ կգամ քեզ մոտ։ Մակ լելիսի, են քո դատախազի տղայի մոտ բարում աշխատող պետք չի։ Հա ինձ համարը։ Դե լավ շատ հարցեր մի տուր, ինչ ուզում ա լինի, մատուցող, մենեջեր։ Ինչ։ Մագա դու գիժ ես։ Լավ։ Լիսի այսօր երեկոյան մաման տանը չի լինելու, կարող է գաս մեր տուն։ Այ երբ որ կգաս, այն ժամանակ կասեմ։ Եթե շարունակեմ սենց հանգիստ նստել ու ոչ մի բան չձեռնարկել, մաման չի ասում, էլի խորենին կկորցնեմ։ Ես ամեն ինչ պիտի անեմ, որ շուտ Ամերիկա հասնեմ։ Այդքանը ես մենակ ուտելու եմ։ Քեզ վիտամին է պետք։ Ապրես։ Հիմա սրանք պետք է ուտես։ Չեմ ուզում, թող։ Նստի կողքս։ Ես քո կարիքն եմ զգում, Տաթև։ Գիտեմ, արդեն ասել ես։ Գիտես, քո կողքին ես ինձ
երջանիկ եմ զգում ու լիարժեք։ Ընդունի ինձ քո կյանք։ Տիգրան, դու խաղում ես իմ զգացմունքների հետ։ Արի այդ մասին հետո խոսենք, լավ։ Փաստորեն ես նորից ծնվեցի։ Հիմա կարող է այնտեղ վերևում լինել։ Գիտես ես էլ որիորդ անգամ Աստված ինձ ոնց որ թե իր մոտ ուզում տալի ու նորից հետ ապարկում։ Ուրեմն դեռ քո այնտեղ գտնվելու ժամանակը չի։ Այս անգամ Աստված ուզեց, որ ես քեզ մենակ չթողնեմ։ Կներես։ Ալո։ Նազարյան, այդ աղջկա մարդու մեքենան գտել ենք լճի մոտ։ Բջջային անձնագիր ամեն ինչ կա, բայց ինքը չկա։ Դե կամ հարբած մտելա, ջուրը խեղդվելա, կամ էլ ինքնասպան ա եղել։ Ուղղակի ասեմ կուրսի լինես։ Սմենս հանձնեմ կգամ հիվանդանոց մոտդ կխոսենք։ Տիգրան, ինչ ա պատահել։ Ինչ ա պատահել։ Չէ, ոչ մի բան։ Բայց ասում եմ, չէ, ոչ մի լուրջ բան։ Ոչ մի բան չի կարող խանգարել ինձ զգալ քո ներկայությունը։